Այսօրվա իմ քարոզից նյութը սա է. հարցրու, վերցրու, հավատա, ապրի եւ ընդունիր։ Քանի հատ կարևոր կետ է, 5 կետ, հարցրու, վստահիր, հավատա, ապրի եւ ընդունիր։ Գիտեք, ժողովուրդը քրիստոնեությունից երբեմն սխալ մոտեցում ունեն, որտեղ իրանց մտածելակերպով մոտենում են եւ ուզում են, որ Աստծո խոսքը այդպեսով, որ իրանք են ուզում, իրանց առաջ տանի։ Երբեմն ուզում են կյանքը այդպես լինի, որ իրանք են ցանկանում։ Բայց այսօր ես ուզում եմ մի կարևոր մարգարեի մասին հետներդ խոսամ, Անգեմ մարգարեն, Հաբակուկ մարգարեն։ Այդ մարգարեն, որ հարցեր ուներ, թողեք այսօր հասկանանք, տեսնենք այդ մարգարեի մտքի մեջ ինչպեսի բաներ է ծաղկում եւ Աստված ինչպես է իրան պատասխանում եւ ինչ դասեր են կարողանում քաղեն նրանից։ Եվ գիտեք, այս մարգարեն եւ որ սկսում է մարգարեություն անել, իր դարաշրջանում, ժամանակաշրջանում ժողովուրդը հեռացել էին Աստծուց։ Այսօր արդյոք մարդիկ հեռացած չեն Աստծուց։ Ումից որ հարցնում ես, ասում են ուր է Աստվածը։ Աստված ինչ արի ինձ համար, որ իրան հավատամ։ Երբեմն մարդիկ չեն ուզում Աստծուն հավատան, որտեղ իրանց մտքի մեջ Աստված մի հատ մի ազնվորություն է, որ ստեղծվել է ամենալավ բաները մեզ համար պատրաստի։ Հիմա Անգեմ մարգարեն այդ օրերի մեջ է ապրում, որ մարդիկ իրանց հավատքը կորցրել են։ Իսրայելի ժողովուրդը իրանց հավատքը կորցրել են։ Բայց իր մտքի մեջ հարց կար։ Եվ այդ օրերի մեջ, որ անարդարություն էր կատարվում եւ Իսրայելի ժողովուրդը անարդարության մեջ էին, հարցակվում էին իրանց եւ իրանց սպանում էին, իր մեջ ցավ կար, որ ինչու Տեր Աստված, ինչու այս բաները իմ ազգիս համար պատահում է։ Հայ ժողովուրդն էլ այդպեսի մի բաներ ունեն։ Ուր է իր Աստված։ Եվ որ մեր ժողովրդին ջարդում էին։ Այս օրերում ասում են Տեր Աստված, ուր ես։ Որ արդյոք դու կաս, որ թուրքերը հարձակվում են, Ադրբեջանը հարձակվել է, հայերին միջից տանում է թե ոչ։ Անգեի մտքի մեջ այսպեսի մի հարցեր էր ծագում։ Տեր Աստված, ոչինչ չես անում դու։ Պատճառն ինչ է, որ ոչ մի բան դու չես անում մեզ համար։ Անգեն իր աղաղակը բարձրացնում է դեպի Տերը։ Այս գիրքը մեզ սովորեցնում է, թե ինչպես ապրել հավատքով, երբ աշխարհը թվում է, թե անկում է ապրում, այսինքն աշխարհը դեպի անդունդ է գնում։ Այս օրերի մեջ մենք պետք ունենք իմանանք աշխարհը այս վատ դրությունով, որ անդունդ է գնում, մենք ինչպեսի մոտեցում պետք է ունենանք Աստծուն։ Արդյոք ձեր հույսը կոտրված է, թե վախերի մեջ ենք։ Դոլարը չգիտեմ թանկացել է, ապրանքները թանկացել են, վաղը ինչ կլինի, չգիտեմ, այս պրեզիդենտը եկել է, լավ գործ կանի, վատ գործ կանի, ամեն մարդիկ շփոթության մեջ են եւ չեն իմանում ինչ է լինում, որտեղ աշխարհը դեպի անդունդ է գնում։ Մենք ուզենանք թե չուզենանք, համաշխարհային մահատ մեծ կոչ պետք է գա։ Հիսուս Քրիստոսը խոսում է վերջի օրերի մասին։ Մատթեոս 24-րդ գլխի մեջ Հիսուսը խոսում է, որ վերջի օրերում կռիվներ կլինի, հիվանդություններ կլինի, մահտարաժամներ կլինի եւ ամենից կարևոր ասում է իմ անունի պատճառով ձեզ կսպանեն եւ կնախատեն։ Տեսեք, այս վերջին մասը դեռ չի կատարվի։ Իմ անունի պատճառով համաշխարհային մի բան կպատահի։ Հիսուսը այդ նպատակն ունի։ Հիսուսի անունի պատճառով վերջի օրերում մի մեծ բան կկատարվի աշխարհի մեջ եւ ով որ Հիսուսի անունը տա պետք է սպանվի։ Այս կյանքի իրականությունն է, որ Հիսուս Քրիստոսը խոսում է։ Հիմա անգեն այդ վիճակի մեջ է։ Իսրայելի ժողովուրդը կոտրի մեջ են, զորքը եկել է, ժողովրդին ակսորում են, ժողովրդին սպանում են եւ հիմա անգեն մտածում է, հարց է տալի Աստծուն։ Հարց է տալի եւ այդ հարցը տեսնենք այսօր մենք ունենք թե ոչ։ Եթե մենք հարց ունենք Աստծոց, այս ցույց է տալի, որ մենք հավատացյալ մարդիկ ենք։ Ամեն։ Երբեմն սատանան մեզ ինչ անում, խաբում է։ Եթե մենք հարց ունենք Աստծուց, ցույց է տալի, որ մենք Աստծուն հավատում ենք։ Երբեմն մարդիկ ինձ ասում են Աստված չկա։ Եվ ես իրանց եմ ասում,
Ինչպեսի մի բանը որ դու չես հավատում եւ չկա իր մասին հակառակ խոսք ես ասում։ Մի բանը որ չկա, ինչու ես հակառակ մի բան իր մասին խոսում։ Ուրեմն Աստված գոյություն ունի, ամեն։ Ով է հավատում որ Աստված կա։ Հալելույա, մենք հավատում ենք որ Աստված կա, այդպես չի։ Հիմա որ հավատում ենք Աստված կա, մեր վարվելակերպը պետք է փոխվի։ Առաջի բանը, որ այսպես գրքի մեջ սովորում ենք, հարցը տալը Աստծուն հավատքի նշանը։ Ամբակում առաջի գլուխ 2-ից մինչև 4-րդ համարը։ Մարգարեն հարցնում է. Միջով երբ Տեր պիտի աղաղեմ քեզ եւ դու չպատասխանես։ Սա բացահայտում է մի սիրտ, որը փնտրում է Աստծուն։ Արդյոք միջով այսօր պատահել է որ մենք հարցեր ունենանք Աստծո առաջին թե ոչ։ Անգեն իմանում էր որ Աստված պետք է պատասխանի։ Աստված եւ որ չի խոսում իր համար զարմանալի է։ Արդյոք դուք հարցեր տվել եք Աստծուն միջով այսօր թե ոչ։ Արդյոք սպասում եք Աստված պատասխանա թե ոչ։ Եթե մենք այդպես ենք մոտենում Աստծուն, Աստված վստահ կպատասխանի եւ ցույց է տալի որ մենք Աստծուն հասկանում ենք։ Ինչ հարցեր ենք տալի Աստծուն։ Մի հարցեր կա, որ ուղակի կապ ունի մեր անձնականության։ Մի հարցեր կա, որ ուղակի կապված է մեր սրբության, ուղակի կապված է մեր քարակտերին։ Արդյոք այդ քարակտերը Աստծուց հարցնում ենք թե ոչ։ Տեր Աստված, ես ինչու այսպես եմ։ Ես տարիներ առաջ այդպես եմ։ Տեր Աստված, ինչու ես տխուր մի անձնավորություն եմ։ Տխրության մեջ եմ։ Չեմ իմանում ինչ կա իմ կյանքիս մեջ։ Եվ Տերն ինձ ասավ, մի թուղթ վերցրու։ Եվ սկսի գրել։ Եվ սկսեցի գրել։ Այն մարդիկ, որ ինձ տանջել էին, այն մարդիկ, որ ինձ չարչարել էին, անունները գրեցի։ Մի քանի օր առաջ ես քրոջ ես բանը ասեցի, որ դու այս բանն անպայման պետք է անես։ Սկսեցի գրել այդ բաներից, որ ինձ իմ կյանքում պատահել էր։ Եվ կամաց անուններ դուրս եկավ։ Խնդիրներ, որ իմ կյանքից մեջ ինձ փակել էր եւ ինձ տխրացնում էր, դրանից տեղյակ չէի եւ Աստված սկսեց պատասխանել եւ սկսեցի գրել։ Վերջ ասեցի Տեր, ինչ պետք է անեմ այս անուններով։ Ասավ ձեր տիրա վրա, աղոթի եւ ամենին արձակիր, որտեղ Աստծո խոսքն ասում է, եթե դու չներես, չես ներվի։ Ներելը շատ կարեւոր բան է, որ պետք է Աստծուց հասկանայի։ Եվ Աստված ինձ սովորեցրեց, որ այդ մարդկանց քո սրտից քշի թողեցան, որտեղ դրանց ներկայությունը քո կյանքիդ մեջ քեզի տխրացնում է, քեզի ոտից գցում է, չի թողնում դու ազատ իմ ներկայությանս մեջ գաս։ Եվ որ գրեցի, վերջացրեցի, ձեռքս դրեցի եւ աղոթեցի այդ անունների վրա եւ ասեցի Հիսուս Քրիստոսի անունով ամենից քշում եմ իմ սրտից։ Դուք էլ գոհություն չունեք իմ սրտից մեջ, ոչ մի ազդեցություն էլ չունեք եւ այլևս ոչ մի տիրություն չունեք ինձ վրա։ Գիտեք, եթե մենք տանջանքի մեջ ենք, եթե դժվարության մեջ ենք, պետք է իմանանք, որ մի բանի տակ slave ենք, մի բանի տակ գերի ենք։ Ինչ բանա, որ մեր սրտերի մեջ այսօր ծանրություն է անում։ Այդ բանը դարձրել է մեզ գերի, այդ բանը դարձել է մեր Աստվածը, այդ բանը Աստծո տեղն է գրավել։ Եվ մենք պետք է շատ զգույշ լինենք, որ այս մարդկանց կամ այդ մտքին կամ այդ սովորությունին իշխանություն չտանք, որ ուզենա մեր կյանքի մեջ ապրի։ Անգեն իր համար հարց էր, Տեր Աստված, ինչու իմ ազգս այս տառապանքի մեջ է։ Ինչու ես աղոթում եմ եւ պատասխան չեմ ստանում։ Ուրեմն հավատացյալ մի անձնավորություն միշտ հարց ունի եւ Աստծուն մոտեցնում է իր սրտի փափակները, իր հարցերը եւ Աստված պատասխանում է։ Ով է կարող Աստծո պատասխանը լսի։ Արդյոք միջով այսօր սովորել ենք, որ Աստծո ձայնը այս բոլոր ամբուխի մեջ, այս բոլոր դժվարությունների մեջ Աստծո ձայնը կարողանանք լսենք թե ոչ։ Եթե չէ, պետք է Աստծոց ուզենանք։ Տեր, ինչու ես քո ձայնը չեմ լսում։ Տեր Աստված, ինձի դու ականջ ես տվել։ Քո խոսքը ասում է, այն որ ականջ է տվել, լսում է, այն որ աշկ է տվել, տեսնում է, ինչու ես չեմ կարողանում տեսնեմ։ Ինչու ես չեմ կարողանում լսեմ։
Եվ հավատացեք, որ Աստված պատասխան է տալի անմիջապես։ Եվ այդ ժամանակ ազատագրությունը կլինի, եթե մենք Աստծո տված պատասխանը ընդունենք։ Եվ որ ընդունենք եւ գործադրենք, այն բանը, որ Աստվածն ասում է, մեր կյանքի մեջ հրաշք կկատարվի։ Ամեն։ Ուզում եք այսօր մեր կյանքի մեջ հրաշք կատարվի թե ոչ։ Չգիտեմ, եկեղեցու գալու համար ինչ նպատակներ կա, բայց նպատակները սա է, որ մենք կարողանանք հասկանանք մեր հավատքի կյանքը ինչպեսի մի տեղում է։ Դասը որ վերցնում ենք առաջի ստեփի վրա, հարցրու, դասը ինչ է։ Աստված չի նեղանում մեր հարցերից։ Աստված չի նեղանում մեր հարցերից։ Մատ երեխայի նման, որ միշտ անընդհատ իր հորից հարցնում է, իր մայրից հարցնում է, «Էս ինչ է, էս ինչպեսի է, ինչպես էս բանն անեմ, ինչպես այն բանն անեմ»։ Եվ Աստվածն էլ այդպեսի իր սիրտը բաց է, որ մեր հարցերին պատասխան տա։ Եվ դու ասում է, եւ դու չպատասխանես, ինքը կարոտ սրտով սպասում էր, ուրեմն Աստված սիրում է, որ մենք իրանից հարցնենք։ Նա ուզում է, որ մենք անկեղծ լինենք Աստծո առաջին։ Պատահել է աղոթքի մեջ, ես ասել եմ, Տեր Աստված, ես չեմ հավատում քեզի։ Երբեմն այդպես է լինում։ Տեր Աստված, ես չեմ հավատում այդ բանը, որ այստեղ գրած է։ Իմ սրտից պատասխանը դու տուր։ Եվ Աստված անմիջապես պատասխանը տալիս է։ Ես հիշում եմ տարիներ առաջ, որ հավատքի եմ եկած, իրան ասում եմ, Տեր, Աստծո խոսքը ինչու է այսքան հասարակ գրված։ Դու ասում ես մարդին հողից շինեցի։ Աստծո խոսքն այսպես ասում եմ, մարդը Աստված ինչ արավ, հողը վերցրեց եւ հողին շունչ տվեց, փչեց այդ հողին եւ մարդը ստեղծվեց։ Ասացի, Տեր, ինչու այսքան հասարակ ես գրել, ես չեմ հասկանում։ Եվ շատ զարմանալի պատասխան Աստված տվեց։ Եվ ասեց ինձ, եթե դու ուզենաս մահատ բժիշկ լինես, ենթադրենք, եթե դու ուզում ես սրտի բժիշկ լինես, քանի տարի պետք է նեղություն քաշես։ Ասացի 16 տարի, 17 տարի նայած իմ բանից 20 տարի, ասավ, աչքի բժիշկ ես ուզում լինես, ինչքան պետք է նեղություն քաշես։ Ականջի, մազի, մարմնի բոլոր անդամների բժիշկը, քանի տարի պետք է կարդաս, քանի տարի պետք է ուսումնասիրես, որ հասկանաս ստեղծագործությունն ինչ է։ Եվ եթե ամենը ես այս բաները բացատրեի, ինչպես եմ թռչուններին ստեղծել, ինչպես եմ, չգիտեմ, մրջուններին ստեղծել, ձկներին ինչպես եմ ստեղծել, դու ժամանակ չունեիր, որ այս ամբողջ բաները ուսումնասիրեիր։ Այդքանը, որ ես քեզ համար գրել եմ, քո համար բավական է։ Վստահի եւ հավատա եւ վերցրու քո համար։ Եվ այդ եղավ, որ ոչ մի բան էլ կասկած չկա իմ մեջ, որտեվ Աստված ամենակալ Աստվածն է, ամենազորեղ Աստվածն է։ Այն Աստվածն է, որ ասում է եւ լինում է։ Ամեն։ Ասում է եւ լինում է։ Աստծո ստեղծագործությունը զարմանալի է։ Սկսենք խորանալ Աստծո մեծության մեջ եւ սկսենք հարցնել այն բանը, որ Աստուն կապված է։ Գիտեք, երբ Աստուց իր անձնականության մասին ենք հարցնում, զարմանալի հավատքի բան է մեր մեջ ստեղծվում։ Մարդիկ առանց որ մի բան Աստուց հարցրած լինեն, Աստուն reject են անում։ Չեն ուզում մոտենան։ Գիտեք ինչու։ Որտեվ սատանան ուզում է մեզի տարածությունով պահի չկարողանանք մենք մոտենանք Աստծուն, բայց Տերը սիրում է, որ մենք մոտենանք իրան։ Եվ դրա համար Հիսուս Քրիստոսն ասում է, եկեք ինձ մոտ, ով բեռնավորվածներ եւ բաստակազներ, եւ ես ձեզ հանգիստ կտամ։ Իմ յուղս, իմ լուծս ձեր վզին առեք։ Եվ ձեր անձերում խաղաղություն կստանաք։ Ասում է ինձանից սովորեք, որովհետև ես ինչ եմ, հեզ ու խոնար մի անձնավորություն եմ։ Եվ ձեր անձերում խաղաղություն կգտնեք։ Եվ որ մենք գնում ենք Հիսուս Քրիստոսի մոտ, Հիսուս Քրիստոսի մոտ այդքանը պատճառ է լինում, որ մենք կարողանանք հարցազրույց ունենանք, կարողանանք իր հետ խոսանք, կարողանանք իր հետ շատ բաների մասին խոսանք եւ Աստված պատասխան է տալի։ Գիտեք, որ դժվար պահեր է գալի մեր կյանքի մեջ, շուտ Աստուն մենք ինչ ենք անում,
Ասում ենք Աստված գոյություն չունի, եթե Աստված լիներ, այսպեսի բան իմ կյանքից մեջ չէր կատարվի։ Բայց երբեմն Աստված երկարացնում է, որտեղ ավելնորդ օրհնություններ է պատրաստել մեզ համար։ Մի բաներ է պատրաստել մեզ համար, որ մենք երբեք ոչ մեկ մոտեցում չենք ունեցել, եւ Աստված կամաց մեզի տանում դեպի դեր։ Եվ այտենցով մենք կարող ենք Աստծո մոտ ավելի հաղթական հասկացողություն գտնենք։ Ուրեմն մարգարեն հարցնում է. միջով երբ պետք է աղոթեմ, աղաղակեմ, բայց Աստված սիրում է, որ պատասխան տա։ Հարց տալը վերաբերմունք չի, վերաբերմունքի նշան չի, եւ ոչ էլ ապստամբության։ Այսինքն ինչ, այսինքն երբ որ մենք հարց ենք հարցնում, չի ցույց տալի, որ մենք սխալ մի բան ենք անում։ Մենք երբ որ հարց ենք հարցնում Աստծուց, Աստված հասկացող մի հայր է եւ սկսում է մեզի պատասխան տալ։ Երկրորդ բանը, որ անգեի գրքից մենք սովորում ենք, Աստծո ճանապարհները մերնից բարձրն են, այսինքն ինչ, այն բանը, որ մեր ճանապարհներն է, Աստծո ճանապարհների հետ շատ տարբեր է։ Աստծո ճանապարհները շատ օտար ձևի է, քան թե որ մենք ենք մտածում։ Ամբակում առաջի գլխից 5-րդ համարից 11-ը ես ամենը չեմ կարդում, բայց այդ բանը որ պատկանում է նրան թող դրա մասին խոսան։ Աստված պատասխանում է, որ օգտագործում է Բաբիլոնին դատելու համար Իսրայելի մեղքը։ Տեսեք, եւ որ մի ազգ մեղքի մեջ է ընկնում, պետք է մի հոգի իրանց արտասնի։ Եվ Աստված թույլ է տալի ազգեր կան եւ ազգեր բարկանան մեր վրա, որ մենք ճամփի կանք։ Թեկուզ այդ բանը շատ վտանգավոր կարող է լինի այդ ազգի մեջ։ Գիտեք, Իսրայելի ժողովուրդը ազատությունից հետո եկան Սինայի սարի առաջ։ Մովսեսը գնացել էր սարի վերևը, էլ արդեն ուշացրել էր, 40 օր անցել էր։ Ուշացրել էր։ Եվ ժողովուրդը սկսեցին Ահարոնին ուշ տալ. «Օ, Ահարոն, դու պետք է մատ կուրք սարքես մեզ համար»։ Մարդիկ միշտ աշխատում են իրանց ճանապարհը թեկեն այդ ճանապարհից, որ Աստված իրանց համար որոշել է։ Եվ դրա պատճառով պատիժ են բերում իրանց վրա։ Գիտեք, մենք երբեմն կարծում ենք Աստվածն է մեզ պատժում։ Աստծո խոսքն ասում է մեր մեղքերն են մեզ պատժում։ Եվ մեր մեղքերը դուրեր են բացում։ Դուրեր են բացում, որ սատանայի հարձակումը գա։ Դուրեր են բացում, որ դևային աշխարհը ներս մտնի մեր կյանքի մեջ։ Ինչեր կա մեր կյանքի մեջ, որ այսօր Աստծո սրբությունից մեզի հեռու է տանում։ Քանք Աստծո առաջին եւ Աստծո ուզենանք դրա Աստված ինձ սրբագործիր։ Ինձ սրբագործիր այդ դուրերը ես փակում եմ ինձ վրա։ Իսրայելի ժողովուրդը չէին սովորում։ Գիտեք, Իսրայելի ժողովուրդը մի հաստավիզ ժողովուրդ են եղել։ Եվ դրա համար Աստված ընտրել է նրանց, որ ցույց տա ինչքան մարդկությանը Աստված սիրում է եւ հարգում է։ Եվ դժբախտաբար դրանք մտնում են անեսքի տակ իրաց մեղքի պատճառով եւ Բաբիլոնը գալիս է եւ հարձակվում է նրանց վրա։ Դա անհասկանալի էր մարգարեի համար։ Մարգարեն չէր կարողանում հասկանալ այդ բանը ինչու է պատահում։ Հայերը միջով այսօր չեն կարողանում հասկանալ, որ ինչու հայ ժողովրդի վրա ջարդ եկավ։ Մենք չգիտենք, արդյոք մեր պապերը մեղք են գործել, մենք չենք իմանում։ Արդյոք Հայաստանը որպեսի լավ քրիստոնյա իրան հարձակվեցին, այդ էլ մենք չենք իմանում։ Բայց մենակ մի բան պետք է իմանանք, որ Աստված իր ճանապարհները ճիշտ եւ ամենը ոչ մի բանը Աստծոն սխալ չի։ Եթե Աստված ասի, այս բանը պետք է կատարվի։ Մի քանի ժամանակ առաջ մի անձնավորության տուն էինք եւ խոսում էր Աստծո արդարության մասին։ Գիտեք, մեր մտածելակերպը երբեմն չի համապատասխան լինում այդ մտածելակերպին Աստծո հետ եւ դրա համար մենք դժվարության մեջ ենք։ Մեր մոտեցումը մեռնելուն շատ տարբեր է այդ մոտեցումը, որ Աստված ունի դեպի մահ։ Աստված հավետենական կյանքն է հարգում։
Աստված հավետանական մահի համար իր միածին որդուն ուղարկավ, որ հավետանական մահը վերցնի, բայց մենք այս կյանքի մեջի մահը մեզ համար շատ անհասկանալի է, բայց Աստված ուզում է մենք միջով որ կենթանի են երկրի վրա, հասկանանք, որ հավետանական կյանքի համար է Աստված պատրաստում իր ճանապարհները, եւ ով է որ հավետանական կյանքը կարող է ներս մտնի, նրանք որ կռվում են մեղքի վրա, նրանք որ կռվում են իրանց անձնականության վրա, որ ճշտեն այն բանը, որ Աստվածն է արել, այն բանը, որ Աստվածն է վերջացրել, հնազանդեն նրան եւ առաջ գնան։ Եվ չէր կարողանում անգեն հասկանալ, որ Իսրայելի ժողովուրդը իրանց անհավատության պատճառ էր եղել, որ Բաբիլոնից զորքը գար եւ հարձակվեր նրան։ Դասը, որ այս երկրորդ կետում մենք ստանում ենք, երբ Աստված գործում է անհասկանալի ձևով, դա չի նշանակում, որ նա լքել է մեզ։ Լավ ուշադրությունով լսենք։ Եվ որ մենք չենք հասկանում ինչու այս բաները կատարվել է, չի նշանակում, որ Աստված սխալ է։ Ամեն։ Երբեմն մենք մեր մարմիններին նայում ենք, դրա Աստված ինչու ես հիվանդ եմ։ Այդ չի նշանակում, որ Աստված տեղյակ չի։ Չի նշանակում, որ Աստված չի ուզում մենք բժշկվենք։ Աստծո ճանապարհները շատ տարբեր են։ Ես ինձ համար շատ հետաքրքիր էր, ասում եմ, Տեր Աստված, ինչու հիվանդ եմ։ Եվ Աստված ինձանից հարցրեց. ամենա վատ հիվանդությունը ինչ է։ Ասի չգիտեմ, ասա մահ։ Ասա մահն ամենավատ հիվանդությունն է։ Եվ դրա պատճառով Հիսուս Քրիստոսը խաչի վրա եկել է, իր կյանքը տվել է, որ մահը միջի ստանի։ Եվ մեզի կանչում է, որ համապատասխան այդ խաչին կարողանանք ապրենք, որովհետև խաչի միջոցով ման ոչիչանում է, ման միջից գնում է, մահի ցավը մարդու կյանքից վերանում է։ Եվ Աստծո խոսքը Հայտնության գրքի մեջ ասում է. երանի նրանց, որ առաջի հարությանը մասնակցեցին, այսինքն հավատացին Հիսուսի խաչի զորությունը, ապաշխարեցին եւ վերստին ծնունդ ստացան։ Դարձան մի նոր մարդ։ Ես ինչ որ եղել եմ, խաչի առաջ եմ տնում։ Իմ հին մարդկությունը թաղում եմ Հիսուս Քրիստոսի առաջ եւ ուզում եմ նոր մարդ լինեմ։ Եվ Աստծո խոսքն ասում է. նրա խաչով մենք խաչվեցինք եւ նրա հարությունով մենք հարություն ստացանք։ Հիսուսը մեր տեղ խաչվեց։ Եվ հիմա որ ինքը մեր տեղ խաչվել է, ինքն էլ հարություն առել, ուրեմն մենք էլ Հիսուսի հետ հարություն առած մի հատ անձնավորություններ ենք։ Եվ դրա համար Աստծո խոսքն ասում է. երանի նրանց, որ առաջի հարությանը մասնակից են։ Երանի նրանց, որ երկրի վրա հավատում են Հիսուս Քրիստոսին եւ ապաշխարում են, իրանց կյանքը տալիս են Հիսուս Քրիստոսին, որտեղ չտեսած մենք հավատացինք Հիսուս Քրիստոսի գործին։ Ալելույա։ Մենք չտեսած հավատացինք Հիսուս Քրիստոսը մեր փրկիչն է եւ մեր Տերն է եւ մեր ազատողն է։ Ամեն։ Ուրեմն չնայենք այն բանը, որ մեզ համար հասկանալի չի եւ Աստծուն թողնենք, այլ նայենք Աստծո զարմանալի գործին։ Նրա իմաստությունը միշտ գերազանցում է մերը։ Միշտ իր մտածելակերպը ավելի բարձր է մեզանից։ Համաձայն եք ինձ հետ։ Ալելույա։ Ուրեմն պետք է այսօրվանից հետո օտար ձևի մտածենք։ Թողեք երրորդ մասը, երրորդ հարցը իրան պատասխանենք։ Շատ կարևոր մի բան է ասում։ Արդարը հավատքով պետք է ապրի։ Ամբակում 2-4 համարը։ Ասում է, բայց արդարը իր հավատքով պետք է ապրի։ Արդյոք արդար մարդ ես։ Արդյոք մենք արդար ենք, թե չէ։ Արդար այսինքն ինչ։ Արդար այն, որ իր մեղքերը ներված է։ Աստծո խոսքն է դա ասում։ Աստծո խոսքն ասում է, արդարը հավատքով է ապրում։ Այսինքն ինչ։ Այսինքն մենք հավատացինք եւ ընդունեցինք Հիսուս Քրիստոսի կյանքը եւ ապաշխարեցինք, մեր սիրտը տվեցինք եւ նրանցով պետք է ապրենք։ Այս խոսքը միայն ամբակումին չի պատկանում, այլ ումին ամբողջ ավետարանում,
ամբողջ ավետարանի մեջ այս խոսքը տարածված է, որ հավատքը կյանքի փրկության պատճառն է։ Հավատքը դուռեր է բացում։ Հավատքը նոր կյանք է տալի։ Դասը որ սովորում ենք այս համարից, անկախ իրավիճակներից հավատքն է, որ պահում է մեզի։ Արդյոք Հիսուսին հավատում ենք, թե ոչ։ Հիսուսին հավատում եք։ Ես պատմությունը կարծեմ անգամ ձեզ համար ասել եմ։ Մատ ուսուցիչ Sunday School-ում դաս էր տալի։ Փոքր երեխաներ են։ Եվ մատ համար Աստծո խոսքից բերում է եւ ասում է, որ եթե դուք հավատաք Հիսուս Քրիստոսին, այս սարը տեսնում եք այստեղ, այս սարին հրամայ է կնի ծովը, այս սարը կնի։ Մյուս Sunday School-ում ասում է փոքր աղջիկ կանգնած այդ սարին ասում է Հիսուս Քրիստոսի անունով ընկի ծովը։ Ուսուցիչ գալիս է մոտ ասում է աղջի ջան, ինչ ես աղոթում։ Ասում ես աղոթում եմ սարն ընկի ծովը։ Ասում է այդ բան կարելի չի, ասում է դու ո՞ւմ ես սովորացրար։ Դու անցյալ Sunday School-ում ասեցիր, որ եթե աղոթենք այս սարն ընկի ծովը, կընկնի ծովը։ Ասում է հա, բայց այդ մտկավոր է, այսինքն եթե մեծ դժվարություններ ունենաս, աղոթես այդ դժվարությունները միջից կեթա։ Ուսուցիչը սկսավ ինչ անել խորհուրդ տալ այդ աղջկան եւ բացատրել այդ հոգեվոր խորհուրդը։ Աղջիկն ասում է չէ, եթե Հիսուսն ասել է սարը պետք է ընկնի ծովը, ուրեմն սարը պետք է ընկնի ծովը։ Երանի մենք այդպեսի հավատ ունեցած լինենք։ Եվ աղջիկը ամեն Կիրակի Sunday School-ում կանգնում էր սարին ասում էր սար, Հիսուսի անունով ընկի ծովը։ Եվ մի քանի ժամանակ հետո Ժապոնի կառավարությունը հողի պակասնորդության պատճառով որոշում է, որ այդ սարը հողը տապկացնի, սարը միջից տանի եւ լցնի ծովը, որտեղ շենք սարքի, որտեղ հողի պակասնորդություն կար։ Տեսեք, մա փոքր աղջկա հավատքը ինչ տեղ է տանում մեզի։ Ինչեր կա, որ մենք հավատքով պետք է հայտարարենք նրանց վրա։ Սկսենք հայտարարել։ Անախորժություն կա մեր կյանքի մեջ, հիվանդություն կա, անհանգստություն կա, չգիտեմ, չունևորություն կա, սխալ բաներ կա, Հիսուսի զորավոր անունը բավական է ամեն բանի փոխելու համար։ Կարևոր է, որ մենք այդ բանալից օգտվենք։ Էլի նորեն ասում եմ, այս համարը այնքան կասեմ ձեզի, որ տեղ ընկնի ձեր սրտերի մեջ, որ սովորեք ես օգտվեք։ Ղուկասի ավետարան 17-րդ համար 17-րդ գլուխ 21-րդ համար ասում է Հիսուս Քրիստոսը. Իմ թագավորությունը այստեղ եւ այնտեղ չի, իմ թագավորությունը ձեր մեջ է բնակվում։ Հալելույա, Հիսուս Քրիստոսի թագավորությունը մեր մեջ է։ Եվ որ մեր մեջ է բնակվում, մեր խոսքը զորություն պետք է ունենա։ Եվ որ մեր մեջ է բնակվում, դևերը պետք է մեր ձայնից փախնեն։ Եվ որ մեր մեջ է բնակվում, մեր նայվածքը մարդկանց կյանքը պետք է փոխի։ Մեր ձեռքը ընկածին կբռնի եւ կբարձրացնի։ Որովհետեւ Հիսուսն է մեր մեջ ապրում։ Ովեր են կարող ասել 100% Հիսուսի մեջ բնակված է։ Վստահ եք այդ բանը։ Վաղը պետք է դևեր հանեք։ Վաղը պետք է բժշկություններ անեք։ Վաղը պետք է ասեք եւ լինի։ Գիտեք Հիսուսն է ասում, ասում այս նշանները ձեզ հետ կլինի։ Մարկոսի ավետարան 16-րդ գլուխ 16-րդ համարը, այս նշանները ձեզ հետ կլինի։ Իմ անունով դևեր կքշեք։ Իմ անունով հիվանդներ կբժշկեք։ Թուն եթե խմեք, ոչ մի բան չի կատարվի։ Օձեր վերցնեք։ Եվ տեսնում եք Պողոս առաքյալին օձը գծում է, բայց ոչինչ չի լինում բանին Պողոս առաքյալին, որտեղ Հիսուսը խոստացել էր այդ բանը։ Բայց ինչի համար։ Երբ այդ նշանները մեզ հետ կլինի։ Հիսուս Քրիստոսը Մատթեոսի ավետարան 28-րդ գլխի մեջ ասում է գնացեք, ավետարանեք բոլոր ազգերին եւ ապաշխարություն քարոզեք եւ նրանց աշակերտեք եւ հոր եւ որդու եւ Սուրբ Հոգու անունով նրանց մկրտեք եւ սովորեցրեք նրանց, ինչ որ ես ձեզ սովորեցրի պահեն եւ դրա պատճառով ես ձեզ հետ կլինեմ միջով աշխարհի վերջը։
Եթե Հիսուս Քրիստոսը մեզ հետ չի կայլում, չի նշանակում, որ ինքը իր գործը չի անում։ Ինքը իր գործն անում է։ Այսօր եթե դուք չեք օգտվում, չգիտեմ, բասերից որ քաղաքի մեջ գնում, հա, չի նշանակում, որ նրանք չեն աշխատում։ Աշխատում են, մենք չենք օգտվում։ Եթե Հիսուսը գործում է, մենք համապատասխան Հիսուսի քայլերին պետք է քայլենք եւ ո՞ց վերցնենք։ Հիսուսը քայլում է եւ մենք էլ իր հետ քայլում ենք։ Եվ եթե չենք անում, Հիսուսի զորությունը մեր մեջ չի, իր իշխանությունը, թագավորությունը իմ մեջ չի ապրում։ Եվ կարող եմ հարցնեմ, Տեր, ինչու քո իշխանությունը իմ մեջ չի ապրում։ Ինչու քո իշխանությունը իմ մեջ չի ապրում։ Եթե Հիսուսի իշխանությունը իմ մեջ չի ապրում, դեպային աշխարհին մենք իրավունք ենք տալի, որ հարձակվեն մեզի։ Ինչպես Բաբելոնը հարձակվում էին Իսրայելի ժողովրդին։ Թողեք, որ Հիսուս Քրիստոսի իշխանությունը մեր մեջ ապրի, եւ դրա պատճառով հավատքով արդարը պետք է ապրի։ Առանցքային է ոչ միայն ամբակումի, այլ ամբողջ ավետարանում։ Ամբողջ ավետարանում այս խոսքը կա, որ պետք է հավատանք եւ հավատքով ապրենք։ Դասը որ վերցնում ենք անկախ իրավիճակներից, հավատքն է, որ պահում է մեզի։ Հավատքն է, որ պահում է մեզի։ Թրամփը մեզ չի պահում։ Մարդիկ հավատում են պրեզիդենտներին։ Օ, Թրամփը կգա շատ լավ կլինի։ Եվ դրա պատճառով վնասներ մենք շատ ենք քաշում։ Որտեղ ամեն իշխանությունները Հիսուս Քրիստոսի ձեռքի տակ են, ամեն։ Հիսուս Քրիստոսը թագավորների թագավորն է եւ նստած է իր գահի վրա։ Եվ իր թագավորությունը ոչ ոք չի կիսում։ Համաձայն եք։ Մեր հույսը ունի վրա է, Հիսուս Քրիստոսի վրա։ Եվ մեր ամբողջ կյանքը հանձնում ենք նրա ձեռքերի մեջ։ Եթե մեր գրպանի մեջ փող չկա, կարևոր չի։ Եթե առողջ ենք, կարևոր չի։ Եթե մեծ եկեղեցի չունենք, կարևոր չի։ Եթե լավ մեքենա չունենք, կարևոր չի։ Կարևորը սա է, որ Հիսուս Քրիստոսը իմ Տերն է։ Եվ ես մի օր պետք է հասնեմ իրան։ Եվ ծունգերի առաջ ծունգի կամ, իր ոտերի առաջ ծունգի կամ, եւ սկսեմ իր երեսը պաշտել։ Եվ երանի եմ մարդին, որ ծունգի է գալի Հիսուս Քրիստոսի առջև, իր պաշտելու համար։ Չէ որ ըննի իր ոտքերին, աղաչի, որ իրան ողորմություն անի։ Գիտեք, ողորմությունը մարդկանց համար միջով այն ժամանակ, որ երկրի վրա կենթանի են, դեռ չեն մեռել, միջով այն ժամանակ մենք կարող ենք ուզենանք, որ Աստված մեզ ողորմի։ Մեռնելուց հետո ողորմիա միտ չունի։ Մարդիկ մեկը որ մեռնում է, ասում են Աստված ողորմի, Աստված չի ողորմի, որտեղ էլ արդեն վերջացած է։ Ողորմությունը մի բան է, որ ես եմ ընտրում, որ Աստուն ասեմ, Տեր, ողորմիր ինձի։ Դու merciful, դու էլի ինչ, ինձի ներող Աստված, դու ինձի ողորմություն արա։ Ուրեմն մենք ապրում ենք Աստուն ինչով, վստահելով, ոչ թե մեր ինչով, զգացումներով։ Վստահելը զգացումների հետ շատ տարբեր է։ Հիշում եք վստահության մասին ինչ ասեցի։ Վստահել այսինքն ինչ։ Վստահել եւ հավատքը նշանակում է թռնել մութ տեղ։ Հիսուսը եթե ասի, ես մութ տեղ կանգնած եմ, թռի ինձ մոտ, կգնանք։ Ես եւ որ փոքր էի, պապաս մի բարձր տեղ էր տնում ինձի եւ ասում էր թռի։ Ես աշկերտս փակ թռնում էի, որտեղ վստահում եմ, որ իմ հայրս ինձ կբռնի։ Այսօր, եթե ոչ մի բան Հիսուսի չենք տեսնում, վստահում ենք նրան։ Ամեն։ Եթե ոչ մի բան Հայր Աստծո չենք տեսնում, վստահում ենք նրան։ Աստված արդար է, 4-րդ կետը։ Աստված արդար է եւ դատում է չարը։ Չար բանն է Աստված լքում, բայց Աստված ինչ է անում, արդարություն է գործում այդ մարդկանց հետ, որ իրանք արդարության ճանապարհների մեջ են։ Երկրորդ գլուխ 6-ից մինչև 20 կարող եք կարդալ, 14 հատ համար է, բայց ինչ որ նրանից պետք է սովորենք, ես պատրաստել եմ ձեզ համար։ Աստված հրճակում է վայեր,
Այս քանի հատ համարի մեջ Աստված վայերը ասում։ Գիտեք Հիսուսն էլ խոսում է վայերի մասին։ Վայ ինչերին կեղծավոր փարիսեցիներին, որտեղ ինչ են անում, կեղծով ուզում են աստվածապահությունը մարդկանց սովորացնել, բայց իրանք մահատ բեր մարդկանց ուսերից չեն վերցնում։ Վայերը օգտագործում Աստված չարագործների վրա, հատկապես Բաբիլոնի վրա։ Ամբարտավան ինչին, բաբիլոնացիք ամբարտավան ազգեր էին։ Գիտեք ինչու են ամբարտավան ազգ։ Եվ որ հարցակվում էին շատ դաժան էին։ Մարդկանց ակցորում էին իրանց երկրից օտար տեղ եւ օտար մարդկանց ակցորում էին այդ երկիր որ գրավել էին։ Եվ այդպեսով ուզում էին մի բան անեին, որ երբեք մարդիկ իրանց երկրները հետ չդառնան։ Հենց այդ գործը որ այսօր Հայաստանի ժողովրդի համար են անում։ Եվ Աստված դադաստան կանի, նրանց որ հայերին այդպեսի բաներով փոխադրեցին օտար երկրների մեջ։ Եվ այդ դադաստանը Աստված կանի, որտեղ վայ այդ ամպարտավան ազգին, որ օտար ազգերի իրանց շահերի համար ինչ են անում, ջարդում են եւ միջից տանում են։ Իհարկե մենք ողորմություն ենք խնդրում այդ թշնամիների վրա, որտեղ Հիսուսն ասում է թշնամուտ համար ողորմություն խնդրի։ Եթե ողորմություն ենք խնդրում, Աստուն առիթ ենք տալի, որ Աստված սկսի իրանց մեջ գործել եւ իրանց սատանայությունը քանդի, եւ մենք պետք է այսօրվանից աշխատենք թշնամիների համար, պետք է օր ու գիշեր աղոթենք, որ Աստված սկսի գործել նրանց մեջ, որտեղ մեր Աստվածը, այն Աստվածը, որ մենք ճանաչում ենք, արդար Աստված է, դասը որ վերցնում ենք, չարը չի մնում անպատիժ։ Աստծո արդարությունը կարող է ուշանալ մեր տեսակետով։ Աստված ուշանում է, արդյոք Աստված ուշանում է, պատասխան տա։ Աստված չի ուշանում, Աստված շուտ էլ մի բան չի անում։ Գիտեք ինչու։ Որտեղ Աստված ժամանակի մեջ սահմանափակ չի։ Ուշանալը կամ շուտանալը մեզ է պատկանում, որտեղ մենք ժամանակի մեջ ենք, բայց Աստված ժամանակի մեջ չի։ Եվ Աստված պատասխան կտա այդ չարություններին ամենալավ տեղում, ամենալավ ձևով։ Աստծո արդարությունը կարող է ուշանալ, բայց երբեք չի ձախողում։ Աստված չի մոռանում, որ պետք է չարությունը դադաստան անի։ Նա ուշադիր հետևում է ամեն անարդար գործությամբ։ Ով որ անարդարություն է գործում, Աստված իրանց դեմ կգործի։ Եվ 5-րդ կետն ու վերջի կետը, որ այսօրվա համար ունենք։ Աստված իր իշխանությունն է, Աստված իր իշխանությանն է, այսինքն իր տիրության վրա է, իր թագավորության վրա է, նույնիսկ երբ մենք չենք տեսնում, նույնիսկ երբ չտեսանք Աստծո թագավորությունը, Ամբակում 2-րդ համարը, Տերը իր սուրբ տաճարում է, թող ողջ երկիրը լռի նրա առջև։ Եվ որ մենք ասում ենք սուրբ տաճարում, այսինքն ոչ մի բան Աստծո թագավորության չի կարող ազդեցություն ունենալ, ազդեցություն տնի։ Ես ասեցի 5 կետ, բայց 6 կետ պետք է ասեմ, այս վերջի կետը մոռացել էի, որ պետք է ասի։ Երբ թվում է, թե Աստված լուռ է, նա իրականում է, դեռ ինչ է, դեռ իշխան է, դեռ իշխում է։ Նրա իշխանությունը չի փոխվում մեր ինչերով, մեր հանգամանքներից։ Աստված իր իշխանությունը, իր փառքը ոչ մի բանի հետ չի փոխել։ Երբեմն մենք մարդկանց շատ ենք մեծացնում։ Երբեմն մենք քարոզիչներին շատ ենք մեծացնում։ Երբեմն մեր, չգիտեմ, գիտությանը շատ ենք հարգում, բայց թողնենք, որ Աստված դառնա առաջինը, որտեղ Աստծո թագավորությունը մենք չենք կարող փոխել մեր սրտերի վրա, եթե հավատացյալներ ենք։
Եվ վերջով այսպես է վերջացնում. Հավատքը պաշտամունք է տնում, նույնիսկ ցավի մեջ։ Դժվար է այն ժամանակ, որ մենք դժվարության մեջ ենք, Աստծուն սկսենք պաշտել։ Հանգուցյալ եղբայր Հայկը ունեցավ ակսիդենտ։ Ակսիդենտում իր տղան մահացավ։ Մատ եղբայր էլ կար Ամերիկայից, որ գնացել էր եղբայր Հայկի հետ, որ պետք է գնային ավետարանչության համար, ինքը 3 հատ զավակ ուներ, իր 3 զավակը մեռան Պարսկաստանում, եղբայր Հայկն էլ իր առաջին տղային ձեռքից տվավ եւ հիվանդանոցում էր։ Հիվանդանոցում ասում էր այդ վիճակի մեջ սկսել էր Աստծուն պաշտել եւ պաշտամունք էր բարձրացնում։ Չգիտեմ, եթե մենք լինենք այդ վիճակի մեջ ինչպես են կարող մենք աղոտ բարձրացնենք։ Եթե ես այդ եղբայր Բլիսի տեղը լինեի, որ 3 հատ երեխա ավետարանչության համար ձեռքից տված լինեի, կարող է հավատքս թողնեի, ուր ես Աստված, երեխեքից միջից տարել ես։ Դու այսպես արար, դու այնպես արեցիր, բայց իրանք կայուն մնացին։ Եղբայր Հայկը իր երեխին միջից գնաց, Աստծուն սկսավ պաշտել եւ իր կյանքն էլ թեկուզ տվավ Աստծո ճանապարհի մեջ։ Ես լավ հիշում եմ իր վերջի քարոզը։ Բեմի վրա այսպես էր ասում. Միջով այսօր իր ձայնի մականջից մեջ է։ Ասում էր, եթե իմ արյան գնով էլ եղել է, ես իմանում եմ այս բանից, հետո կարող է ինձ տանեն։ Իմ արյան գնով էլ եղել է, ես իմ ավետարանչության վրա եւ ժողովրդին քրիստոնյա դարձնելու վրա ես կկանգնեմ։ Տեսեք, եւ որ մարդը դժվարություն է գալ իր կյանքի մեջ, թողնի որ պաշտամունք բարձրանա։ Եվ այս է ցույց տալի, որ մենք քրիստոնյաներ ենք։ Քրիստոնյաները ինչի մեջ են տարբերվում։ Աստծուց հարցնում են, հավատքով ապրում են եւ տեսնում են, որ Աստված իր դադաստանը կանի։ Եվ տեսեք, ամբակումը ինչպեսի է վերջացնում, եւ որ այս խոսակցությունները Աստծո հետ անում է, վերջացնում է, տեսեք ինչ ասում ինքը։ Արդյոք մենք կարող ենք այդպեսի բաներ ասենք։ Ասում է, թեև թզենին չի ծաղկի, այսինքն թուզը ծառի վրա չի լինի։ Եվ որդի մեջ պտուղ չի լինի, այսինքն խաղող մենք չենք ունենա։ Ձիթենին չի տա իր արդյունքը, այսինքն ձեթ չենք ունենա մենք ծառերի վրա։ Եվ արտերն ու կերը կկտրվին նախիրները, ոչխարները, կովերը, ինչ որ ունենք, չեն կարողանում նրանց կերակրել։ Կվերանան մթեղներից եւ գոմերուն ոչխար չի լինի։ Այսինքն ոչ մի անասուն մենք էլ չենք ունենա, գոմերը կդատարկվեն, բայց ես Տիրոջով պետք է ուրախանամ։ Ես պետք է Տիրոջով ուրախանամ։ Իմ ուրախությունը կապված չի այդ բանին, որ ես ունեմ։ Իմ ուրախությունը կապված չէ պետք է լինի այն բանին, որ Աստված մեզի տալիս է։ Եվ ասում է իմ Աստծով, իմ փրկիչովս պետք է ցնծամ։ Հալելույա։ Իմ Աստծովը եւ իմ փրկիչովս պետք է ցնծամ։ Եվ որ ասում ենք Աստված, այսինքն ամեն ինչը իրանն է։ Եվ որ ասում ենք փրկիչ, այսինքն ամեն վիճակից ինքը Աստված կարողանում է ազատել։ Տեր Աստվածը իմ զորությունս է։ Ասա, Տեր Աստվածը իմ զորությունս է։ Ասա, Տեր Աստվածը իմ զորությունս է։ Հալելույա։ Նա իմ ոտքերը եղջյուրի ոտի նման պետք է շինի։ Եղջերու նման, այսինքն արագավազ, ոչ մի բան չի կարող եղջերու վազելու առաջը պահի։ Եվ բարձր տեղերից վրա ինձ պետք է քայլեցնե, հալելույա, բարձր տեղերի վրա, այսինքն հաղթական կյանք կունենա քրիստոնյան, ամեն, հաղթական կյանք կունենա, այն տեղանքը, որ գնում է, Աստված իրան կբարձրացնի, ուզում ես բարձրանաս կյանքիդ մեջ, ճանապարհը Հիսուս Քրիստոսն է, ճանապարհը Աստծո խոսքի վրա հավատալն է, հարցնել են Աստծո խոսքից, ուրեմն
պետք է հետ դառնանք քարոզի նյութին, որ ինչեր մենք պետք է ունենանք։ Ուրեմն Ամբակումի գիրքը կարող եք կարդալ դուք այսքանի նպատակով։ Հարցրու, վստահիր, հավատա, ապրիր եւ ընդունիր։ Ամեն։ Հալելույա։ Խնդրեմ ոտքի վրա կանգնենք։ Հալելույա։ 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 Հիսուս Քրիստոս Աստծո որդի, քո ներկայության մեջ ենք եկել Տեր, եւ աղոթներ պետք է բարձրացնենք ով Աստված։ Ընդունում ենք քեզ, հարցնում ենք քեզանից ով Տեր, մեր կյանքի ամբողջ հարցերը քեզանից ենք հարցնում, ոչ ոք չկա երկրի վրա որ պատասխան տա, միայն դու ես որ կարող ես պատասխանես։ Հավատում ենք, հարցնում ենք, վերցնում ենք, վստահում ենք Տեր իմ Աստված եւ ընդունում ենք ով Տեր, ինչ որ դու արել ես մեր կյանքերում։ Եվ Տեր, եթե ոչինչ չլինի մեր կյանքի մեջ, թող որ սովորենք քո առաջին պաշտենք քեզի ով Տեր։ Այս ժողովրդի համար աղոթք ենք բարձրացնում ով Աստված։ Նրանց համար որ այսօր բացակային Տեր աղոթք ենք բարձրացնում։ Տեր ողորմություն արա։ Թող որ ամենի սիրտը ծարավ լինի։ Ինչպես քո խոսքն է ասում, ինչպես եղջերուն ծարավ է։ Թող ես իմ անդս էլ ծարավ լինի քո խոսքին ով Աստված։ Շնորհակալ եմ ով Տեր։ Հանդվում ենք քո սուրբ ձեռքերիդ մեջ։ Փառք ու պատիվն ու զորությունը քեզ ենք տալի։ Հիմա միջով Հավիդյանս Հավիտենից։ Ամեն։ Հալելույա։